Խնդիրը պահանջում է գտնել բոլոր այն եռանիշ թվերը, որոնք հավասար են իրենց թվանշանների գումարի կրկնապատիկին։ Շատ լավ, լուծման համար ինչ է պետք անել, եկեք ինչ-որ փոքր նշանակում կատարենք, դա չպետք է վախեցնող լինի, եկեք մեր եռանիշ թիվը այսպես AB C-ով պատկերենք։ Առհասարակ սա ընդունված նշանակում է, կարող եք տարբեր տեղերում հանդիպել նրան։ Դե հարյուրակի նկարագրող թվանշանը դա A-ն է, տասնյակ նկարագրողը B-ն է և միավորը նկարագրողը դա C-ն է։ Հիմա ինչ է ասում խնդիրը։ Խնդիրը ասում է, որ այն հավասար է իր թվանշանների գումարի կրկնապատիկին։ Այսինքն, եթե երկուսով բազմապատկենք իր թվանշանների գումարը, A գումարած B գումարած C-ն, ապա մենք պետք է ստանանք հենց մեր եռանիշ թիվը։ Շատ լավ։ Ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ Դե պետք է գտնել կամ այդ թվերը, կամ եթե չենք կարողանում գտնել, ուրեմն ինչ-որ խնդիր կարող է լինել ու դա պետք է նկարագրենք, բայց առհասարակ նման դեպքերում պետք է ամենասկզբից սկսել օրինակներ փնտրել։ Նրա համար ինչպես կարող ենք անել, որ երկու անգամ ինչ-որ թվանշանների գումար ստացվի եռանիշ։ Դա նշանակում է, որ թվանշանների գումարը պետք է մեծ լինի։ Դրա համար եկեք փորձենք նախ թվանշանների գումարը եռանիշ դարձնել։ Դե թվանշանների գումարի կրկնապատիկը եռանիշ դարձնել։ Դե եթե այստեղ թվանշաններ ընտրենք, օրինակ 6, 7, 8, բավականին մեծ թվանշաններ ենք ընտրում։ Նրանց գումարը եթե բազմապատկենք երկուսով, դրա արդյունքում ինչ կստանանք, դե այս գումարը 21 է, երկու անգամ 21, 42, ու այն փոքր է 100-ից։ Այսինքն թվանշանները մեզ մոտ բավականին փոքր են ընտրված։ Ինչը պետք անել, թվանշանները պետք է մեծացնել։ Դե կարող ենք կրկին օրինակներ փորձել, դա դուք ինքնուրույն էլ կանեք, բայց արդեն նշեմ, որ եթե դուք թվանշանները սկսեք մեծացնել, միևնույն է այդ գումարի կրկնապատիկը 100-ը չի անցնի, նույնիսկ 100-ին չի հասնի։ Այսինքն այստեղից գալիս է այս միտքը, որ այդպիսի թվեր գոյություն չունեն։ Բայց պետք է այդ միտքը հիմնավորել, այսինքն պետք է ասել, թե ինչն է խանգարում։ Դրա համար այստեղ արդեն սկսենք բառերով գրել, թե ինչ է կատարվել։ Տեսեք, եռանիշ թվի թվանշանների գումարը ինչ է նշանակում, որ այստեղ մեզ մոտ գումարվում են 0-ից 9 թվանշաններ, այսինքն կարող է լինել այս թվերից յուրաքանչյուրը 0, 1, 2, այդպես մինչև 9։ Հիմա եկեք դիտարկենք, թե ամենամեծը այս թվանշանների գումարը ինչ կարող է լինել։ Քանի որ A-ն, B-ն, C-ն թվանշան են, նրանց գումարը ամենամեծը կարող է լինել կամ ամենաշատը։ Ահա, ամենաշատը կարող է լինել ու եկեք հասկանանք ինչ կարող է լինել ամենաշատը։ Դե ամենամեծ արժեքը իր կընդունի այն դեպքում, երբ թվանշաններից յուրաքանչյուրը հնարավորինս մեծ լինի։ Այսինքն յուրաքանչյուր թվանշան ընդունի իր ամենամեծ արժեքը, որը 9 է, ինչի արդյունքում ստանում ենք 27։ Շատ լավ, ստացվեց, որ ամենամեծ արժեքը թվանշանների գումարի դա 27-ն է։ Եվ նկատենք այստեղ, որ երկու անգամ 27-ը, ինքն նախ այս ամենը փոքր է երկու անգամ 27-ից կամ հավասար է։ Ինչը հավասար է 54-ի, որը փոքր է 100-ից։ Այսինքն չի կարող մեզ մոտ 100-ից փոքր թիվը լինել եռանիշ։ Ու սա թվանշանների գումարի ամենամեծ արժեքն էր, սրանից ավելի մեծ լինել չի կարող։ Ու եթե նույնիսկ ամենամեծ արժեքի դեպքում մեզ մոտ երկու անգամ այդ գումարը չի լինում եռանիշ, դա նշանակում է, որ մեզ մոտ առհասարակ նման իրավիճակ լինել չի կարող։ Եվ նկատենք, որ երկու անգամ 27 հավասար է 54, ինչը փոքր է 100-ից, ուստի երկու անգամ A գումարած B գումարած C թիվը երբեք եռանիշ չի լինի։ Ահա, երբեք եռանիշ չի լինի։ Այսինքն մեր պատասխանը տվյալ խնդրի համար կլինի, որ գոյություն չունեն այդպիսի։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք, դե նախ այստեղ համառատագրություն էր պետք ու ամեն ինչի պատկերում, կարող եք դուք սրանք պատկերել, քառակուսի, եռանկյունի շրջան։
շրջանագծով։ Ու դրա արդյունքում արդեն ըստ դրա սկսեի գումարել, բայց նախընտրեցի ես տառեր, միևնույն է, դրանք այդքան շատ չօգտագործվեցին մեր լուծման մեջ, ուղղակի հարմար նշանակում էր այս ամենին։ Հիմա նախ այսպիսի խնդիրներում առաջին քայլը լինում է այն, որ դուք սկսում եք փորձել։ Ուղղակի սկսեք փորձել, ինչ-որ տարբեր թվանշաններ տեղադրել ու իրավիճակը փորձել հասկանալ։ Ինչ է կատարվում, երբ ես այս թվանշաններն եմ տեղադրում, իսկ ինչ է կատարվում, երբ ես թվանշաններից մեծացնում եմ։ Ինքն տարբեր իրավիճակներ պետք է դիտարկել, որպեսզի ընդհանուր հասկանաք ինչ է տեղի ունենում, խնդրի պահանջում։ Դրանից հետո արդեն երբ դուք անընդհատ խնդրի առաջ կանգնեք, ինչի առաջ դուք կկանգնեիք, երբ այս գումարները երկու անգամ այս գումարները հաշվեիք ու անդադ տեսնեիք, որ այն 100-ից փոքր է, կնկատեիք, որ երբեք երանից չի ստացվում որ պատճառով ու այդտեղից հետո նոր գալիս է միտքը դիտարկել թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, տեսնենք ինչ որ պահի այդ գումարը կարող է այդ գումարի կրկնապատիկը կարող է առհասարակ երանից լինել թե ոչ։ Հետո նկատում ենք, որ այդ գումարի կրկնապատիկը երբեք երանից չի կարող լինել, ու դա մեզ մոտ ամենամեծ գումարի համար էր ասված, որտեղից էլ արդեն ստացվում է, որ առհասարակ մնացած բոլոր գումարների կրկնապատիկը երբեք երանից չի լինի, որտեղից էլ արդեն հետևացնում ենք, եթե այս թիվը երբեք երանից չի լինի, այն երբեք հավասար լինել չի կարող ինչ-որ երանից թվի ու կապ չունի թվանշաններն, որտեղից էլ ստացվում, որ պատասխանը կլինի տվյալ խնդրի համար գոյություն չունեն, ու այսպիսի պատասխան նույնպես կարող է լինել։ Այսինքն միտքը որն էր, կամ գտնում եք դուք այդպիսի թվեր ու գրում, կամ դուք պատասխանում եք գոյություն չունեն ու նկարագրում եք, թե ինչու գոյություն չունեն։ Կոնկրետ հիմնավորում եք ներկայացնում այդ խնդրի համար։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարելի է ամբողջությամբ ավարտել։